Մենք ըստ էության լսեցինք լրատվամիջոցում դիմենք լրատվական բաժին, ոնց որ դիմեցինք, խոսացինք, այո, էլի, հասանք այդ փուլին էլ լեվելին է հասանք, ու ստացանք այն իրավիճակը, որ մեզ պարզ ասում են, որ իրավունքից դուրս ենք, ասում են իրավական հարցերը չենք մեկնաբանում, այսինքն ուղղակի նկարագրում են այն դրությունը, որ կա, պետք է տեխնիկապես երևի Վարդան Ղուկասյանը ստեղ անձամբ կանգնած լիներ, այսինքն ստեղ ու անվերջ sense լուրը մունջ կանգներ սպասեր, օրինակ երբ ընտրական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Ղազարյան բարեհաճելու գալ իր աշխատանքի վայր, կարող է որոշի եւ չգա օրինակ, որոշի եւ չգա եւ Վարդան Ղուկասյանը պետք է մի 3-4 օր sense կանգնած սպասեր այդ թղթով, միջև այդ մարդը կարող պատահական անցնելուց ինչ որ բան մոռացած լիներ օրինակ իր աշխատասենյակում, մտներ վերցներ, դες ճանապարհին անհարմար իրավիճակում հայտնվեր ստիպված վերցներ այդ դիմումը, այսինքն մոտավորապես այտենց է պատկերացնում կենտրոնական ընտրական հանձնաժողովը, թե գրագրությունը ինչպես է աշխատում, բայց որն է այստեղ ամենամեծ մանիպուլյացիան։ Հիմքը դադարեցնելու ավականու, ոչ թե դադարեցնելու, այլ արձանագրելու դադարումը, լիազորությունների դադարումը արձանագրելու, դա տվյալ անձի դիմումն է, ուղղված քաղաքապետին, համայնքի ղեկավարին, եւ համայնքի ղեկավարի արձանագրությունն է, որի ստեղ հասնելը եւ մուտք լինելը ոչ մեկ չի հերքում, ինչպես տեսակ, հաջորդ օրը, ապրիլի 22-ին ուղարկվել է, եւ մեր տեղեկությամբ հենց ապրիլի 22-ին է մուտքագրվել է այստեղ, որի հիմքով էլ պետք է այդ արձանագրությունը կազմվեր։ Հետո այդ մարդը գնացել է տուն, սուրճ է խմել, 2 օր անցել է, ճնշումների է ենթարկվել, թե այլ մոտիվացիա ունի նամակներ գրելու, որ ցանկանում է խմբակցությունից դուրս շարունակել ավականի լինել, այդ ամեն ինչը օրենքից դուրս է։ Նորից ի տարբերություն ազգային ժողովի падգամավորի, ավականու անդամը չի կարող փոշմանել լիազորությունները դադարելը արձանագրվելուց հետո չի կարող փոշմանել, ասել, չէ, ոնց որ ամեն դեպքում կարամ լինեմ ավականի, ուզում եմ լինել ավականի։ Չկա այդպիսի իրավական մեխանիզմ։ Իսկ եթե մարդկանց վայ Մակարյանի օգնությամբ, մենք հարցերը տվեցինք, ասում են, դե մենք իրավական թեմաների մեջ չենք կարողանալ մտնել։ Հարգելի գործընկերներ, բա ինչի մեջ կարող եք մտնել։ Բա ինչի հիման վրա եք դուք աշխատում։ Որտեղից եք դուք կարդում, ինչ թույլատրված է ձեզ անել, ինչ թույլատրված չի ձեզ անել, որտեղ եք սահմանները գծում ձեր թույլատրելի վարքագծի ու հասկանում պարտականությունները, թե դուք ինչ պետք է անեք ըստ օրենքի, եթե ոչ այդ օրենքը կարդալով։ Կարող եք այսպես անցնել համայնքի։ Սա է խնդիրը, այսինքն ստեղծել են մի արհեստական օրենքից դուրս իրավիճակ, ձգձգում են այդ արձանագրության տրամադրումը, կազմումը, որը ունի մեկ նպատակ։ Ինչ որ մի իրավական տեխնիկապես իրավական ակտի տեսքով դա կլինի դատանի որոշում, թե այլ հանգամանք ունենալ մի փաստաթուղթ, որի հիման վրա իմիջիայլոց հետո իրենք դատվելու են այդ որոշում կայացնողները։ Ունենալ որևէ մի հանգամանք եւ արհեստականորեն զրկել իմ քաղաքադաշինքին իր մանդատից։ Քանի որ ակնհայտ է, որ Կարեն Հրայրի Բադալյանի վրա եղել է ճնշում։ Իմիջիայլոց ասեմ, որ շատ մարդիկ տեղյակ չեն այդ անձը ուր է։ Իմ տեղեկությամբ ավականու անդամները այսքանի օրը օրինակ չեն կարողանում կապ հաստատել։ Հիմա ես ոչ մի հայտարարություն չանեմ, թե որտեղ է, որտեղ չգիտենք։ Կարող է այլ տեղում է, կարող է ինչ որ այլ անձանց շրջապատի Բադալյանին էլ զանգում